Ֆիզիկոս, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ֆիզիկոսների դպրոցի հիմնադիր, ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ Արտեմ Իսահակի Ալիխանյանի անունն ու բեղմնավոր գործունեությունը անխզելիորեն կապված են գիտության պատմության հետ։ Ականավոր գիտնականը ծնվել է 1908 թվականի հունիսի 24-ին Ելիզավետապոլում, ներկայիս Կիրովաբադ քաղաքում, երկաթուղային մեքենավարի ընտանիքում։ Մանկության տարիներն անցել են Ալեքսանդրապոլում և Թիֆլիսում, ուր և ստացել է միջնակարգ կրթությունը։ 1926 թվականին կրթությունը շարունակել է Լենինգրադի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, ուսմանը զուգահեռ նվիրվելով գիտահետազոտական աշխատանքին։ Այնուհետև կատարելագործվել է Լենինգրադի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտում։ Այդ հռչակավոր գիտական կենտրոնի հետ է սերտորեն կապված Արտեմ Ալիխանյանի ստեղծագործական կենսագրության ավելի քան տասնամյա ժամանակահատվածը։ Այստեղ գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունը պինդ մարմնի մեխանիկական և էլեկտրական հատկությունների ուսումնասիրություններն են։ 1930-ական թվականներին հատկանշական էր միջուկային ֆիզիկայի բուռն զարգացումը։ Այդ տարիներին շատ երիտասարդ ֆիզիկոսներ ընտրեցին միջուկային թեմատիկան։ Նրանց շարքում էր նաև Արտեմ Իսահակի Ալիխանյանը, որի գիտական հետաքրքրությունների ոլորտն ընդգրկում էր ժամանակի միջուկային ֆիզիկայի հրատապ խնդիրները։ Գիտական փորձերն ընդհատվեցին հայրենական մեծ պատերազմի սկզբին։ Պատերազմի ժամանակ Ալիխանյանը մասնակցում է 1941-1942 թվականների պաշտպանական աշխատանքներին։ Նա զբաղվում էր նավերը մագնիսական ականներից պաշտպանելու արդյունավետ միջոցներ ստեղծելու հարցերով, ինչպես նաև Մոսկվան հիտլերական օդագնացության հարձակումներից պաշտպանելու ժամանակ օգտագործվող աերոստատների համար ավտոմատիկայի մշակմամբ։ 1942 թվականի ամռանը տիեզերական ճառագայթները համակողմանի և մանրամասն ուսումնասիրելու համար նրա ղեկավարությամբ կազմակերպվում է գիտարշավ դեպի Հայաստան, Արագած լեռ։ Սա բեկումնային էր գիտնականի հետագա գործունեության համար, որովհետև այդ թվականից սկսած նրա գիտական կենսագրությունն առնչվում է Հայաստանին։ Նա մասնակցում է Մոսկվայում մեկնարկած ատոմային նախագծին, այնուհետև գլխավորում է Արագածի ծովի մակերևույթից 3250 մետր բարձրության վրա ստեղծված տիեզերական կայանի աշխատանքները։ Գիտարշավները Արագածում մեծ նշանակություն ունեցան ոչ միայն գիտական տեսակետից, այլև հրաշալի դպրոց էին հայ և օտարազգի գիտնականների մի ամբողջ համաստեղության համար, որոնք հետագայում վճռական դեր խաղացին հանրապետությունում ֆիզիկայի զարգացման գործում։ 1942 թվականին Արագածի կայանի հիմքի վրա Արտեմ Ալիխանյանը ստեղծում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի ֆիզիկա-մաթեմատիկական ինստիտուտը, որը 1946 թվականից վերանվանվում է Ֆիզիկայի ինստիտուտ։ Այս կարևոր կառույցի անընդմեջ ղեկավարն էր Ալիխանյանը մինչև 1973 թվական։ Նրա ղեկավարությամբ այն դարձավ խոշոր գիտական կենտրոն, որտեղ տարվող հետազոտությունները բարձր էներգիայի ֆիզիկայի և տարրական մասնիկների ֆիզիկայի ասպարեզում լայնորեն հայտնի են Սովետական Միությունում և նրա սահմաններից դուրս։ Մեծ է նաև Ալիխանյանի վաստակը փորձարարական մեթոդիկայի ստեղծման և կատարելագործման մեջ։ 1945 թվականին նա տիեզերական ճառագայթները ուսումնասիրելու համար մշակեց բարձր իմպուլսային լուծում ունեցող մագնիսական մաս սպեկտրաչափ, որը գիտական գրականության մեջ հայտնի է որպես Ալիխանյանի մաս սպեկտրաչափ։ Դրա օգնությամբ 1945 թվականին հաստատվեցին մինչ այդ ստացված արդյունքները տիեզերական ճառագայթման կազմում բարձր էներգիայով օժտված պրոտոնների առկայության մասին։ Գիտնականի նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ Երևանի ֆիզիկայի ինստիտուտում կառուցվեց էլեկտրոնային արագացուցիչ, որը շարք մտավ 1967 թվականին։ Արտեմ Ալիխանյանը տրեկային կայծային խցիկներ ստեղծողներից էր։ Այդ խցիկները հնարավորություն են տալիս տարրական մասնիկների հատկությունների մասին ավելի լիարժեք և ճշգրիտ տեղեկություն ստանալ, քան սովորական կայծային խցիկները։
1960 թվականին նա Արագած լեռան լանջին կազմակերպեց Հայաստանում երկրորդ բարձր լեռնային կայանը, որտեղ սկսեցին հետազոտվել տիեզերական ճառագայթման բարձր էներգիաներ կրող նուկլոնների փոխազդեցությունները միջուկների հետ։ Նշենք, որ Արագած եւ Նոր Ամբերտ բարձրալեռնային կայանները մեր երկրում ամբողջ տարին գործող առաջին կայաններն էին տիեզերական ճառագայթների ուսումնասիրման գծով։ Նույն թվականին նրա նախաձեռնությամբ Նոր Ամբերտում սկսեց գործել ամենամյա դպրոց փորձարարական եւ տեսական ֆիզիկայի գծով, որին մասնակցում էին սովետական եւ արտասահմանյան առաջատար գիտնականներ։ Հետագայում այդ դպրոցները դարձան ավանդական։ Գիտահետազոտական աշխատանքին զուգահեռ Արտեմ Ալիխանյանը ներառված է եղել կրթական համակարգում, դասավանդելով ժամանակի գրեթե բոլոր առաջադեմ համալսարաններում։ Նա ձևավորեց ֆիզիկոսների հայտնի եւ արդյունավետ դպրոց։ Նրա դասընթացների եւ պատրաստած գիտական կադրերի շնորհիվ շարունակվեցին եւ զարգացան նոր գաղափարներն ու ձեռքբերումները։ 1943 թվականին Երևանի պետական համալսարանում կազմակերպեց միջուկային ֆիզիկայի ամբիոն, որն ինքն էլ գլխավորեց մինչև 1973 թվականը։ Նույնանման ամբիոն նա հիմնեց նաև Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտում։ Ականավոր գիտնականը մահացավ 1978 թվականի փետրվարի 25-ին Մոսկվայում։ Ներկայումս Արտեմ Ալիխանյանի անունով է կոչվում Երևանի ֆիզիկայի ինստիտուտը։ Ալիխանյան եղբայրների անունով է կոչվում նաև Երևանի փողոցներից մեկը։